միլիարդի ուղին։ Միանշանակ պետք է ձգտում ունենաք, նպատակասլացություն ունենաք եւ կհասնեք միլիարդների։ Իմ ստեղծածը ստոպ տվեցի ու այդ դադարը իմ համար ավելի մեծ արժեքավոր եղավ, որովհետև ես զինվեցի ու հարստացրեցի թե իմ փորձը, թե իմ գիտելիքները։ Իրականում երբ որ այդպես խոսում եմ գործունեության մասին, միշտ չգիտեմ, այդ is մոտիվացնում ու ոգեշնչում է, երբ որ դու կարողանում ես 0-ով սկսել ինչ-որ մի գործունեություն, որը քո ամենամեծ նպատակն է, երազանքն է, ու դա հաջողում է։ Ոչ մի աշխատակից հարատև չի ընկերությունում ու եթե չպետք է վախենաս կորցնել աշխատակից, այնպես չի, որ ես իմ աշխատողներին, իմ թիմին տենց հեշտ ու արագ պատրաստ եմ բաց թողել։ Մենք միշտ այդպես հումորով ասում ենք, որ այդար մասնագետները կեստրույք հոգեբաններ են։ Դա շնորհակալություն բոլորին։ Դե մենք սկսենք։ Ես երևի թե կարճ ներկայացնեմ առաջուց մեր հյուրին, ով որ վերլուծելու է այսօրվա մեր բիզնեսը, դա Eco-Motors-ի հիմնադիրն է, Արմեն Աբրամյան, ու ինչի Արմենը իսկ ինձ կարա այսօր վերլուծի բիզնեսը, ինքը շատ կարճ ժամանակահատվածում 3 տարում բիզնեսը հասցրել է 5 միլիարդ դրամի, դա ավելին է քան 1 միլիարդ ռուբլին եւ շուտով պլանավորվում է 1 միլիարդ դոլարը անցնի այդ շեմը ու 2 հաղորդում առաջ մենք հենց վերլուծել ենք Eco-Motors-ը, իսկ հիմա Արմենը վերլուծել է մեր այսօրվա հյուրի Ջուլիետայի բիզնեսը, վստահ եմ, որ հաջողված անելու, նաև ասեմ, որ բոլոր գործարները իրանք ունեն տարբեր ձեռագիր բիզնեսը զարգացնելու։ Ես իմ շրջապատում ունեմ ավելի քան 4000 գործարար ու չեմ կարող գտնեմ 2 գործարար, որ երկուսի ձեռագիրը նույն ձև է։ Իսկ բոլորի ձեռագրերը տարբերվում են, որովհետև տարբեր background ունեն, տարբեր traction-ներ ունեն, տարբեր շրջապատներ ունեն, տարբեր փորձ ունեն։ Ու այն փորձը, որը ունի Արմեն Աբրամյան, բավականին բարձր է ու վստահ եմ այսօրվա վերլուծությունը եւս ելնելու է շատ բարձր։ Եկեք ծափարենք բոլորին։ Արմեն ջան, խոսքը քեզ փոխանցենք արդեն, դու երևի թե սկսես ասես ոնց մենք կազմակերպում։ Շատ լավ։ Ողջունում եմ բոլորիդ, բարի կալուստ, ես Կոսմո։ Շնորհակալություն, որ ինձ ընտրել եք թե բիզնես վերլուծության մասով։ Այսօր Ջուլիետային լավ տանջելու ենք։ Միլիարդի ուղին, ոնց որ ասած, քանդել ենք հավաքիկ։ Անցնենք արդեն հարցերի երևի թե։ Երևի թե կարճ Ջուլիետա պատմի, հա, մեր րոպե պատմի ինչ ճանապարհ ունեցել բիզնեսում, Շատ լավ։ ու արդեն հարցերը Արմենն կնչեցնի։ Okay, բարև ձեզ նորից, ես Ջուլիետա Նամասոտրյան։ Երբ որ իրականում հրավերը եղավ միլիարդի ուղին մասնակցելու բիզնեսի վերլուծության տեսանկյունից, առաջին ոնց որ արձագանքս հետևյալն էր, որ ես ոնց որ դեռ միլիարդի ուղուց ոնց որ հեռու եմ, բայց իրականում ամբիցիոզ նպատակներ ու պլաններ ու ամենօրյա մեծ աշխատանք եմ տանում այդ ուղղությամբ ու հասկացա, որ կարևորը ոչ թե այդ թիվն է, որին հասել ենք, այլ այն ճանապարհը, որով անցնում ենք։ Տալենտուսը որպես բիզնես 2022 թվականին եմ ես հիմնադրել, որպես այդպեսին այդ ժամանակ դեռ աշխատում էի ու 1 տարի գործունեությունը ծավալելու ընթացքում համատեղ աշխատելու ընթացքում ես որոշեցի, որ պետքա նաև outsource տարբերակով ունենամ գործունեություն, հասկացա, որ ռեսուրսները բավարար չեն։ Շակերտները մի բացեք, հարցեր տանք նոր պատասխանի։ Շատ լավ։ Okay, դեպքում մեր օրից խոսեմ, հետո հետ կգնանք երևի թե այդ ժամանակը հատ։ Ամիջը Ջուլիետա ինքը էս ներկայացնի, ես մի բան եմ ուզենա ավելացնել Ջուլիետայի մասին։ Ջուլիետան BS Cosmo-ի իջար հատվածը հաջողակի փակում է ու երբ որ մենք տագնապարծ ենք մնում, ես եկնություն ինչ-որ հաստիկա պետք մի քանի ժամանակ դրված կոփավել, մենք Ջուլիետային ենք դիմում ու ունենք հաջողված կեսեր, բացի դրանից Ջուլիետան նաև հանդիսանում է մեր կոմիտեի անդամ BS Cosmo-ի եւ կանանց ուղղության փոխնախագահ։ Դա որ հաշվի առնենք, որ այսօր ավելի հետաքրքիր վերլուծություն է։ Շատ ողջունելի է։ Ջուլիետա ջան, դուք ասացիք, որ ես
տենց պատրաստ չեմ միլիարդի ուղին անցնելու եւ այլն։ Նայեք, երբ որ ես իմ շրջանառությունը մի քանի հարյուրավոր միլիոն դրամներ ա եղել տարբեր բիզնես ոլորտներում եւ հիմնեցի Ecomothers-ը, միլիարդները անցավ եւ դա ոնց որ ասած սովորական բան է արդեն դառնում։ Այնց որ դա սարերի հետևում չի։ Միանշանակ պետքա ձգտում ունենաք, նպատակասլացություն ունենաք, աշխատեք ցանկացած վայրկյան եւ կհասնեք միլիարդների շրջանառությանը։ Լավ, անցնենք հարցերի։ Ջուլիետա ջան, դուք քանի տարի առաջ եք մտել բիզնես ոլորտում։ Բիզնես ոլորտ որպես այդպիսին աշխատանքային թե սեփական գործունեություն, որպես մասնագետ թե որպես արդեն բիզնես։ Այսինքն դուք աշխատել եք ինչ-որ միտեղ, հետո որոշեցիք դուրս գաք ու հիմնեք ձեր բիզնես։ Այո, մոտավոր երևի թե 7 տարի ավել աշխատել եմ Galaxy Group-ի հորեկա դիպարտամենտի HR ղեկավար որպես, կամպանիաները որպես այդպիսին եղել են Santa Fe, Pahest 33, հետագայում Pol Armenia, Cofix Armenia ընկերությունները, այսինքն ռեստորանային բիզնես է եղել ու եղել HR ղեկավար։ Դուք նաև իրանց ռեկլամ եք անում հիմա։ Okay, կարծում եմ խնդիր չի, որովհետև իմ գործունեության մասին է ոնց որ խոսքը ամբողջ հարթակներում դա ոնց որ բաց է ու հայտնի է։ Իրականում որտե մարդը փորձ է ստանում, լինել շնորհակալ է, դա ողջունը դա ու անպայման չէ դա գովաստիճ չէ։ Հա, միանշանակ, որովհետև լավ փորձառություն է յուրել այդ ընթացքում մասը։ Արմենը մեր հաղորդման ընթացքում ուրիշ ակնկալներ էլ է գովաստել, որովհետև մարդը շնորհ։ Գումար էին տվել իս դրա համար։ Հասկացա, լավ է կադրը պիտի անենք։ Այդպես մասնագիտական բեքգրաունդը 8 տարի ավել է, իսկ բիզնեսը որպես այդպեսին արդեն ասացի 2022 թվականին հիմնեցի փետրվար ամսին, 1 տարի աշխատացնելուց հետո այդ ընթացքում զուգահեռ եւ աշխատել եւ սեփական բիզնես վարել իրար հետ բավական ռեսուրսատար, ծախսատար ու ֆիզիկապես հասկանում եմ, որ չեմ հասցնում երկուսը միաժամանակ իրականացնել, որովհետև արդյունքում որևիցե մեկը տուժում է, իսկ ես որպես անձ շատ պատասխանատու վերաբերմունք ունեմ ստանձնածիս ու այդ ժամանակ եթե անկեղծ լինեմ, որովհետև հետ հայացք երբ որ գցում եմ, հասկանում եմ, որ վախը ռիսկի գնալու թույլ չտվեց շարունակել։ Այսինքն ես այդ ընթացքում հետ քայլ արեցի ու իմ ստեղծածը ստոպ տվեցի, դադար արեցի ու ժամանակավորապես գործունեությունը դադարեցրեցի, որովհետև այդ ռեսուրսային վիճակը, հոգեվիճակը որպես այդպեսին չէի զգում, որ պատրաստ եմ ու այդ դադարը իմ համար ավելի մեծ արժեքավոր եղավ, որովհետև ես զինվեցի ու հարստացրեցի թե իմ փորձը, թե իմ գիտելիքները ու այն ռազմավարությունը, որով ես ուզում եմ իմ բիզնես գործունեությունը զարգացնել։ Եվ 2024 թվականի հոկտեմբերից արդեն 10 ամիս է, ինչ օֆիցիալ, պաշտոնական ու այդպես շատ հիմնավոր ամբողջությամբ ես կցված եմ իմ բիզնեսին, որպես այդպեսին իմ գործունեությանը։ Ջուլիետա ջան, դուք որտեղ որ աշխատում էիք, այդ ընթացքում հնարավոր չէր այնց անեիք, որ լինեիք այդ բիզնեսում բաժնեմաս ունեցող եւ ավելի շատ զարգացնեիք իրենց բիզնեսը եւ ձեր բաժնեմասի ակտիվները ավելի բարձրանար։ Ըստ տրամաբանությամբ հնարավոր էր, բայց այդ պահին, այդ փուլում տվյալ ընկերությունում ոչ։ Շատ լավ։ Իսկ բիզնես սկսելու համար դուք ռիսկների մասին մտածել եք։ Այդ ժամանակ շատ էի մտածում, դա 2022 թվականին, իսկ 2024 թվականին ես քայլ եմ արել նորից վերաբացելու իմ մեծ նպատակը, երազանքը, որին գնում եմ ու առանց որևիցե ներդրումների զորական մակարդակով ես սկսել եմ գործունեություն։ Իրականում երբ որ այդպես խոսում եմ գործունեության մասին, միշտ չգիտեմ, այդ is մոտիվացնում ու ոգեշնչում է, երբ որ դու կարողանում ես 0-ով 0-ից անկեղծ լրիվ զորական մակարդակով սկսել ինչ-որ մի գործունեություն, որը քո ամենամեծ նպատակն է, երազանքն է ու դա հաջողում է ու այդ ամենը մեծ մոտիվացիան է։ Հետաքրքիր է, որ դու ռիսկները հաշվի առնելով բիզնեսը հիմնել։
Օրինակ ես ինչքան բիզնես հիմնել եմ, ոչ մի ռիսկ հաշվի չեմ արել ու բիզնես եմ հիմնել։ Ողջունելի է ձեր մասով, որ ռիսկները հաշվի եք առել ու բիզնես եք հիմնել։ Իսկ հիմա քանի աշխատակից ունեք։ Այս պահին ֆիքսված 4 աշխատակից են, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են, եւ պլյուս 2 ֆրիլանս աշխատակիցներ, ովքեր արդեն գործարքային պայմանագրով են ծառայությունի մատուցման պայմանագրով են աշխատում։ Այսինքն ընդհանուր 6 հոգանոց թիմ ու պլյուս հաշվապահ։ Շատ լավ, իսկ ինչ պլաներ ունեք սկզբնական օրինակ 2025 թիվը կամ մինչև 2026 թվի ավարտը, ինչ պլաներ ունեք, ինչ եք մտածում, ինչ եք պլանավորել, ինչ ռազմավարությամբ եք առաջ գնալու։ Շատ լավ, եթե արդեն անցում կատարենք պլաններին, ապա ոնց որ նախ մի քանի պրիորիտետ քայլեր կան, որ այս պահին ընկերության զարգացման համար նախատեսել եմ, դրանցից առաջնայինը դա կայքի ստեղծումն է, հաջորդիվ նոր պրոյեկտների բնականաբար ավելացումը, բայց այս պարագայում սեգմենտը մի փոքր արդեն ավելի բարձր, high level-ի մակարդակի, քանի որ ունենք համագործակցության տարբեր ֆորմատներ եւ փաթեթներ, որպես ռազմավարական ստրատեգիա զարգացման պլան, ավելի շատ պրեմիում փաթեթի պարտներներ ձեռք բերելն է, վաճառքի համակարգի զարգացումը եւ արդեն բիզնեսի օֆիսային տարածքի հարցի կարգավորումը եւ այլն, այսինքն դա այս առաջիկա հրատապ անելիքներն են որպես այդպիսի։ Շատ լավ, իսկ պլանավորել եք միջազգային շուկա դուրս համար։ Միանշանակ դա այն կարևոր կետերից մեկն է ու կայքի ստեղծման մեջ էլ դա մեծ բան ունի, որպես այդպիսին հիմնական միջազգային շուկայում համագործակցություններ ձեռք բերել այնպես չի որ շատ բարդ է կամ անհնար է, բայց այս պահին կամ բացեր, որոնք պետք է լրացնեն, որ ավելի վստահորեն ես այդ քայլը կարողանամ իրականացնել։ Այս պահին որոշակի քննարկումներ արդեն Աբու Դաբիի որոշ ընկերությունների հետ արդեն գնում է։ Շատ լավ, իսկ ո՞նց եք ընտրում ճիշտ աշխատակիցներ, որ նվիրված լինեն ձեզ եւ ձեր այդ աշխատելու ընթացքում, գրեթե ասենք 1-2 տարվա ընթացքում իրենք եւս փորձ են ձեռք բերելու ձեր մոտ, ոնց որ դուք եք ուրիշի մոտից դուրս եկել, նույն ձևի ձեր աշխատակիցներն են սովորել ձեր մոտ եւ դուրս են ուզում կան իրենց բիզնեսին հիմնելու, ոնց է որոշելու իրենց մոտիվացնեք ու պահեք։ Այս հարցի շուրջ շատ ենք խոսում ու քանի որ ես էլ HR-ում միշտ պատասխանը հետեւյալն է, իրականում բոլորը մի օր գնում են, ոչ մի աշխատակից հարատև չի ընկերությունում ու երբեք չպետք է վախենաս կորցնել աշխատակից, դա մեկ, բայց տրամաբանությունը նախ այդ բիզնես գաղափարը, արժեքները, միսիան որպես այդպիսին ընկերության աշխատակիցները կրում են իրանց մեջ, այսինքն այս պահին ես կարող եմ վստահաբար ասել, որ թիմի լոյալության մակարդակը, հավատարմության աստիճանը բավական բարձր կետի վրա է, անգամ իմ գործընկերներից են եղել, որ ասել են, բա որ ես ֆորմատային մի հատ ներկայացնեմ, որտեվ outsource ենք, բայց in-house ֆորմատ ունենք համագործակցության, երբ իմ թիմակից աշխատակիցներից որևիցե մեկը կցվում է համագործակից ընկերության ու դառնում է իր in-house HR-ը իմ վերահսկողության ներքո, եղել է որ անգամ այդ հիմնադիրը ասել է, բա որ ես իրան ավելի լավ առաջարկ անեմ ու պահեմ ինձ մոտ, ասել եմ, օքեյ, եթե այդ հնարավորությունը իր համար լավն է լինելու, ավելի լավն է լինելու առաջ գնալու տեսանկյունից, ես խնդիր չեմ տեսնում այդտեղ, բայց բնականաբար այնպես չի, որ ես իմ աշխատողներին, իմ թիմին տենց հեշտ ու արագ պատրաստ եմ բաց թողել, եթե մենք իրար հետ դեռ անելիք ու ճանապարհ ունենք։ Միան սեյֆ ունի, սեյֆում զենք ունի, ոչ աշխատողը որևէ in-house-ից տեղափոխվում է, ոտից կրակում է։ Իրականում մոտիվացիայի տեսանկյունից շատ հնարավորություններ կան, քանի որ մի քիչ կարող է բան թվա, բայց ընկերությունը, հենց Talentus-ը հնարավորություն տալիս է աշխատակիցներին, թիմին առաջ գնալու, աճելու, նոր ձեռքբերումներ գրանցելու, որովհետև ես որպես ղեկավար նաև իրենց մասնագիտական մենթորն եմ, կարիերայի ուղղության իրենց ճանապարհը միասին զարգացնելու տեսանկյունից, բայց գալի է մի օր, երբ որ աշխատակիցը հասնելի է ընկերություն
գնում եմ պիկին, որ ես միգուցե իրեն տալու ոչինչ չունենամ, այդ պարագայում միշտ իմ մոտ էլ այդ բաժնեմասային տարբերակը կա, եթե հասկանամ այն թիմագիծն է, այն աշխատագիծն է, որին ես այս պահին պատրաստ չեմ բաց թողելու, ապա ընկերությունում իրեն բաժնետեր հաստատ կդարձնեմ, որովհետև ինքս էլ մոտիվացիայի տարբերակներ, երբ որ խոսում ենք, քննարկում ենք, այդ մասով միշտ առաջարկում եմ, երբ որ հատկապես տաղանդ աշխատակցի մասին է խոսքը գնում, եթե ընկերությունում հասել է իր զարգացման պիկին, չունենք սելերին բարձրացնելու մոտիվացիա, դա իրան չի հետաքրքրում, պաշտոնի բարձրացումը իրան չի հետաքրքրում այլևս, ապա իրան դարձնում ես ընկերության մասնիկ ու միասին կիսում եք այդ արժեքները իրար հետ ու ինքը արդեն գործունեությանը կվերաբերվի որպես էլի սեփական բիզնես ուղղություն։ Շատ լավ Ջուլիետա ջան, ես կուզենայի, որ դուք որտեղ որ աշխատել եք ու իրենք այդ մոտիվացիան չեն ստեղծել ձեր համար, դուք դուրս եք եկել, կուզենամ, որ դուք այդ մոտիվացիան եւ այնպես անեք, որ ձեր աշխատակիցները չգնան ձեր մոտից։ Դրա մեխանիզմները շատ པարզ են ու շատ լիքը բաներ կա կիրառելու, որպեսզի ձեր մոտից չգնա։ Եվ էլի հարց, ինչ մեխանիզմեր եք մշակելու, որ միջազգային շուկա դուրս գաք, ոնց եք դուրս գալու սոցհարթակներով, ոնց եք դուրս գալու էլի, ոնց եք անենց անելու, որ էլ ավելի ձեր մակարդակը բարձր լինի, ձեր պրեստիժը բարձր լինի, ձեր դիրքերն ու այն ամեն ինչը բարձր դիրքերում լինի, որ ուզենան ձեր հետ համագործակցեն, ոչ թե ասենք շատ հզոր ուժեղ կամպանիաների հետ։ Մի քիչ հետ գամ տեղական շուկայից նոր դուրս գամ այդ հարցին պատասխանեմ, երբ որ գործունեությունը սկսում էի ու զրոյական կետի վրա էի ու մինչ օրս կարող եմ այդպես ասել, որ գործունեության համագործակցությունների 90% եւ ավելը դա վստահաբար անգամ կարող եմ ասել 100%-ը հիմնված է եղել նետվորքինգի ճիշտ գործընկերային հարաբերություններ ստեղծելու ու որպես մասնագետ վստահության հիմքի վրա ու այս պահին արվող քայլերի մեջ միջազգային հարթակներում հանդես գալու տեսանկյունից էլի ես օգտագործում եմ շատ իմ կապերը այն մասնագետներ ովքեր ճանաչում են ինձ, то есть արդեն իսկ իրենք առաջարկում են, բայց միևնույն ժամանակ մարքեթինգային արշավների միջոցով արդեն որոշակի միջազգային գործիքներ ավելացնելու, որովհետև բնականաբար միջազգային շուկային դու պետք է տաս ավելին ու այստեղ AI-ի հետ ինտեգրացիաների միջոցով հետաքրքիր լուծումներ առաջարկել այդ ֆորմատով, բայց ելի եմ կրկնում, առաջի քայլերը ինձ մոտ առաջնահերթությունը դա կապերի միջոցով ստեղծված համագործակցություններն են։ Շատ լավ, մի հարց էլ, օրինակ նայ, դուք HR եք եւ ուրիշ կազմակերպությունների համար գտնում եք աշխատակիցներ եւ անենց եք անելու, որ այդ աշխատակիցները մնան այդ կազմակերպությունում աշխատեն եւ անընդհատ աշխատակիցներ եք ման գալիս ու ուրիշ կազմակերպությունների համար outsource ծառայություն եք մատուցում։ Հիմա եթե դուք վաղ միսօր ունենաք արդեն մեծ կամպանիա, ենթադրենք 60-70 աշխատակից, այդ ընթացքում դուք ոնց եք այդ աշխատակիցներին փնտրելու գտնեք եւ ոնց է ինչ պայմաններ եք անելու, որ մնան ձեր մոտ աշխատեն աշխատակիցները։ Իմ թիմը, այսինքն այդ 60 հոգանոց թիմը պայմանական, որին պետք է հասնենք, Այո, ոնց են գտնելու, որ հասնեք, օրինակ, եթե մեծ պլաներ եք դրել, որ մեծանաք եւ լիքը կամպանիաների ծառայություն մատուցել։ HR մասնագետներ ունենալու տեսանկյունից մի հատ պլյուս որպես այդպեսին ունենք, այն է, որ ես նաեւ դասընթացավար եմ ու հենց HR մասնագետների վերապատրաստման ծրագրեր ունեմ, իմ ուսանողների ոնց որ լավագույն քեյսերը, լավագույն պոտենցիալ ունեցող տեխնացուներին հնարավորություն անձեռում արդեն թիմի անդամ դառնալ, то есть կադրային ռեզերվ ունենալու տեսանկյունից HR մասնագետների այդ հատվածում չեմ կարծում, որ խնդրի առաջ կկանգնեմ, քանի որ դուք դասավանդում եք։ Նաև դասավանդում ենք ու հենց ընկերության գործունեության մեջ տրեյնինգային հատվածն էլ մեծ
բան ունի, տեղ ունի ու ապագա պլանների զարգացման պլանների մեջ էլ ակադեմիա Talentus ակադեմիան ավելի այդպես զարգացնելու դրամաբանությունն է նաև տրեյնինգներ տարբեր տեսակի, HR մասնագետների պատրաստում, մենեջմենթի տրեյնինգներ, soft skill-երի զարգացման տրեյնինգներ եւ այլն։ Այսինքն HR մասնագետներ ձեռք բերումը այդքան ռիսկային կամ խնդիր չեմ տեսնում, ավելի շատ մեզ համար խնդիր է հանդիսանում շուկայից որակյալ կադրեր գտնելու հարցը, այսօր բավական այդ հատվածում հայաստանյան շուկան կաղում է լավ որակյալ վերապատրաստում եք, արդեն իսկ լավ եք չէ վերապատրաստում, էլ ինչ կարիք կա շուկայից գտնել։ Չէ, վանի տեսանկյունից եմ, ծառայությունների մատուցման տեսանկյունից եմ ասում, երբ որ ընկերությունները հավաքագրման պահանջ ու կարիք են ունենում, այդտեղ որակյալ մասնագետների հատվածում գտնելը հայաստանյան շուկայում մի քիչ համեմատաբար նախորդ տարիների բարդացել է ու ոլորտներ կան, որտեղ կադրային քաղց հասկացողությունը բավական ակտիվ է աշխատում։ Շնորհակալություն, մի հարց է։ HR-ի մասնագիտության մեջ մտնում է հոգեբանի վերապատրաստումը։ Մենք միշտ այդպես հումորով ասում ենք, որ HR մասնագետները կեստրույք հոգեբաններ են, իրականում այո ցանկացած HR մասնագետ պետք է մարդկային հոգեբանությանը տիրապետի, քանի որ HR-ը human resources մարդու հետ է աշխատում, մարդ անհատի անհատականության ու իր հոգեբանության հետ, որովհետև դու երբ որ մարդուն հասկանում ես, ճիշտ վերլուծում ես, իր պոտենցիալը կարողանում ես նաև գնահատել, այդտեղից սկսում է արդեն իրեն ճիշտ մենեջ անելու process-ները, եթե դու գիտես, որ աշխատակցին ինչ տարբերակով կարող ես մոտիվացնել, ինչ իրեն կոգեշնչի աշխատանքի մեջ, ինչպես իր կատարողականը էլ ավելի բարձրացնել, բնականաբար HR-ի դերը որպես մասնագետ ավելի բարձրանում է պարագայում ու դու կարողանում ես բիզնեսին շատ ավելի մեծ օգուտ եւ էֆեկտիվություն տալ։ Շնորհակալություն, ես զգացի այդ հոգեբանական process-ները, փուլերը, որ դուք անցել եք ու բրավո, շատ ես հասկացա, որ դուք լավ մասնագետ եք, լավ տիրապետում եք ձեր աշխատանքին, ձեր առավելություններից մեկը ասեմ, որ դուք նաև դասավանդում եք եւ վերապատրաստում եք ու այդտեղից կարող եք ընտրել կադրեր ձեր բիզնեսի համար։ Թիմը իրականում ոնց որ հիմնական մասը այդպես է ստացվել, մեկ հոգին է թիմից, որ ունի գրեթե նույն տարիների քանակը աշխատանքային փորձի ինչպես ես, մնացածը ոնց որ արդեն տրեյն եղած իմ ուսանողներն են եղել, ովքեր միացել են թիմին, կիսել են գաղափարը, արժեհամակարգ ու միասին ոնց որ գնում ենք առաջ ու շատ հետաքրքիր իրականում եթե գնահատեմ բիզնեսի աճը միանշանակ դրականով եմ գնահատելու, որովհետև զրոյական կետից սկսելով առանց ներդրումների 10 ամսվա ընթացքում բավական լավ կետի վրա ենք հասել, թե համագործակցությունների, պարտներների քանակով, թե միջոցառումների ֆորմատով ու միացած բան ունեմ, միշտ այդ խոսքն եմ ասում, որ ես իմ գրպանի հաշվին բիզնես չեմ վարում։ Այդ իմ համար կարևոր կետ է, այսինքն ես ստիպված չեմ եղել ինչ-որ տեղից կամ ինչ-որ միջոցներով ներդրում անել, որ առաջ գնամ, հա։ То есть բիզնեսի աճը այս պահին կարող է մի փոքր դանդաղա, բայց կայուն է, ստատիկ է ու դրականի վրա է։ Եթե կարելի է ձեր շրջանառությունը ամսական կտրվածքով կասեք։ Մի քիչ այդ թեմայով չեմ սիրում իրականում խոսել, բայց խոսեք, որ կտնապատկենք, տասնապատկենք։ Չէ, խոսեք, որ իրականին ճիշտ է ասեք, որ կրկնապատկենք, հասնենք 10 անգամ ավելի շատ։ Okay, քանի որ ծառայությունների մատուցման բանը, ուղղությունը մի փոքր իր մեջ ոչ ստաբիլություն ունի, այսինքն ամիսներ կան, որ կարող է շատ ավելի մեծ գործարքներ լինեն, ամիսներ կարող է լինեն, որ այդ գործարքները չլինեն, մնան հիմնական համագործակցությունները, միջինացված եկեք վերցնենք այդպես 4 միլիոնի շրջանակը։ Օրինակ, sense մի հատ բան ասեմ, մեզ արդեն իսկ պետությունը պարտադրում է եւ այտենց օրենք կա, որ մենք թավանցիկ մեր շրջանառությունը հրաբարակենք։ Ու ես դա ողջունում եմ, շատ եմ ողջունում, քանի որ մենք սպիտակով, լրիվ սպիտակով աշխատող կամպանիա ենք եւ մեր մի քանի միլիարդ դրամի շրջանառությունը մենք մեծ սիրով
կհրապարակենք եւ Google հարթակում դրված կլինի շուտով, թե մենք ինչքան շրջանառություն ենք արել, որ թվին ենք սկսել, ինչքան հարկեր են վճարել եւ ինչքան օգուտ ենք ունեցել։ Այդ ամեն ինչը հրապարակայնորեն լինելու են եւ դա շատ եմ ես ողջունում, շատ ուրախ եմ, որ նման հարթակ կա, որ դու ներկայանում ես քո շրջանառությունը ցույց ես տալիս եւ դա եւս մեկ քայլ է, որ թե ներդրողները նայեն եւ թե բանկերը նայեն թափանցիկ, թե մենք ինչքան շրջանառություն ունենք եւ ֆինանսավորման մասով մենք ոչ մի խնդիր չունենանք։ Օրինակի համար, եթե ուզում ենք ներդրողներ ներգրավենք, ներդրողները պարզ թափանցիկ տեսնելու են մեր մի քանի տարվա անցած ճանապարհը եւ շրջանառությունը, իրենց մենք ենք թելադրելու, թե ինչ պայմաններով եւ ինչքան գումար ենք ուզում ներգրավենք մեր բիզնեսում։ Ես երբ որ գործունեությունը սկսեցի, առաջի բաներից, պայմաններից ու կարևոր կետերից մեկը դա է եղել, աշխատել ամբողջությամբ ոնց որ սպիտակ հատվածում, ինչքան են որ որոշակի փոփոխություններ ծառայությունների մատուցման ոլորտի համար բարդացնում են իրավիճակը, բայց ամեն դեպքում ամբողջությամբ աշխատում ենք ոնց որ մաքուր հարկային դաշտում։ Մի օրինակ էլ բերեմ, ենթադրենք մենք կարող ենք այնց անել, որ թափանցիկ չլինի մեր շրջանառությունը, ունենք դրա հնարավորությունը, թե պայստամասերի մասով, թե ծառայություն մատուցելու մասով, թե մեքենաների վաճառքի մասով, բայց իմ շեշտը դրված է, որ 100% մենք մաքուրով պետք է աշխատենք։ Չի լինելու 1 դրամի տարբերություն, պետք է եթե մեր օգուտը ամբողջ ծախսերը հանած մնալու է օրինակի համար 10 դրամ, ուրեմն մեր հետ 10 դրամն է։ Մենք չենք ուզում ունենանք 15 դրամ, բայց կեղտոտ ճանապարհով։ Մեր շեշտը դրված է, որ մենք միայն պետք է մաքուր աշխատենք ու վերջ, որ ապագա ունենանք։ Այս պարագայում ոնց որ մեր բիզնեսի վարման քաղաքականության մեջ ոչ միայն այդ կտորն է, որ ազնիվ պետք է լինենք պետության նկատմամբ, այլ նաև մեր գործընկերների, քանի որ ինձ համար շատ կարևոր է մեր համագործակիցների հետ ունենալ ազնիվ, արդար, պարզ եւ թափանցիկ գործընկերային հարաբերություններ։ Այս 10 ամսվա ընթացքում եւ շատ հաջողված համագործակցություններ ենք ունեցել ու դեռ ունենք եւ ֆեյլերել ենք ունեցել։ Ես չեմ կարծում, որ կարան ինչ-որ մի գործունեություն, հատկապես ծառայությունների մատուցման հատվածում, որ ձախողումներ չունենա, ու դա ես որպես ձախողում այդ տրամաբանությամբ չեմ դիտարկում, այլ ինքը եղել է հնարավորություն նորից ավելի լավը դառնալու, ավելի առաջ գնալու, սխալները հասկանալու, թերացումների վրա աշխատելու, որովհետև երբեք չի լինում, որ ինչ-որ չստացված հարաբերությունների մեջ մի կողմը միայն մեղավոր ու սխալ լինի, ինքը միշտ երկկողմանի ինչ-որ անհասկացվածություններ կարան լինեն, դրա համար ոնց որ մեր հիմնական արժեքը, որով առաջնորդվում ենք, արժեհամակարգը դա արդար, թափանցիկ, պարզ գործընկերային հարաբերություններն են ու մեր պարտներները չեն զգում, որ իրանք ունեն outsource HR, որովհետև մենք ու մեր թիմը միշտ այդ in-house-ի հոգեբանությամբ ու տրամաբանությամբ աշխատում մեր գործընկերների հետ, այսինքն մեր պարտները հասկանում է, որ ինքը ունի իր թիմակիցը նաև ներսում, ոչ թե ուղղակի դրսից մարդ, որ եկել ու իր կամպանիայում ինչ-որ բաներ է փորձում անել ու նույնը աշխատակիցների տրամաբանության մեջ, որովհետև HR-ի պարագայում, եթե թիմը HR-ին չի վստահում, այդ HR-ը արդեն խնդիրներ ունի այդ կազմակերպությունում ու ինքը չի կարողանա իր էֆեկտիվությունը բիզնեսի համար ապահովել։ Դրա համար ի սկզբանե ոնց որ հարաբերությունները շատ այդպես պարզ, հստակ կետերի վրա է լինում։ Ու մի այսպիսի կարևոր բան էլ շեշտադրեմ, որ ինչքան էլ նոր ենք, ինչքան էլ ֆինանսական ներդրումները կամ գործընկերներ ունենալը կարևոր է այս փուլում, երբեք չեմ առաջնորդվում ֆինանսական բանով, հա, մոտիվացիայով, եթե կա որոշակի գործընկերային հարաբերություններ, որ դուրս է իմ սկզբունքների, շրջանակներից, ես դադարեցնում եմ համագործակցությունը,
ունեցել եմ այդպիսի кейսեր էլ, որ օրինակ 1-2 ամիս իրար հետ համագործակցել են, քննարկումների արդյունքում հասկացել են, որ որոշակի հարցեր կա, ձեռագիր կա, որ չի համապատասխանում ու չենք գալու այն կետին, որտեղ որ ես կամ իմ թիմակիցը իրեն կոմֆորտ է զգալու այդ աշխատանքային process-ի մեջ, անկախ պայմանագրի արժեքից ես դադարեցրել եմ համագործակցությունը, որովհետև մի փոքր ավելի հեռուն եմ նայում, ավելի երկարաժամկետ եմ նայում, ինձ համար կարևոր է այն արժեքը, որը որպես բիզնես մենք այս հասարակությանը տալու ենք։ Երբ որ դուրս եմ եկել աշխատանքից, ինձ համար առաջնային միսիա որպես այդպեսին եղել է Հայաստանում HR մշակույթի զարգացումը, բարելավումը, փոփոխումը, որպեսզի գործարարները հասկանան HR ինստիտուտի դերն ու կարևորությունը կազմակերպությունում, իսկ միջազգային շուկայում Եթե կարելի է մեկ հաստամել քանի տոկոսով է սիրուն քո աշխատանք։ 100 ավել 100+։ Ինչքան հաճախականությամբ դու մենք ձեռքերի դիշտում ասում ես օգը մտքեր եղել են, բայց ցանկություն չի եղել, այսքան հաճախականություն։ Ինչքան հաճախականությամբ։ Նու այս 10 ամսվա ընթացքում կասեմ, դե մասնագիտության մեջ արդեն 8 տարի ավել են, բայց որպես բիզնես գործունեություն այս 10 ամսվա ընթացքում երևի 3 անգամ մաքսիմում։ Առավելագույնը ոլորտն ես ուզեցել Չէ, իրականում ոչ թե ոլորտն եմ ուզել փոխել, այլ բիզնեսն եմ ուզել դադարեցնել ինչ-որ բայի, որովհետև ամեն դեպքում, երբ որ դու ինչ-որ մենակով, հա, ինչ-որ գործունեություն ես սկսում, ամեն դեպքում դժվարություններ շատ են եղել, հատկապես HR ծառայությունների ոլորտում, որովհետև հաշվապահականը մարդիկ հասկանում են, բիզնեսին պետք է, թվերը միշտ կարևոր են, իրավաբանականը պետք է, կարևոր է, հասկանում են պայմանագրեր, օրենքներ եւ այլն, բայց HR-ի դերը, HR ինստիտուտը միևնույն է այդքան դեռ գործարար համայնքում շատ մի հատ էլ կտենց հաց ունես հաշվի համարի պատկերացրա $1 միլիարդ ու կարաս ամբողջությամբ ասես ինչ կարաս բիզնեսի տեսակետից կանես բիզնես չէ միանշանակ կան որովհետև այդ թիվը ինձ համար հնարավորություն է, միջոց է ավելին անելու, ավելի մեծ արժեք ստեղծելու և հասարակության մեջ ինչ-որ մի կարևոր քայլ ու ներդրում անելու և ինչի՞ չէ նոր հետաքրքիր զարգացման հնարավորություններ ու հարթակներ ստեղծելու։ Եվ ում կծախսելու ներդրումներ եթե բիզնես ենք նայում և դե իհարկե տենց մանկության երազանք կա մեծ բարեգործական հատվածի, բնականաբար դա կյանքի կկոչեմ, բայց դա պարտադիր չի $1 միլիարդ հասնել նոր, իրականում արդեն այդ մասով մտածում են, բայց ինչ վերաբերվում է հենց բիզնես տեսանկյունից, բնականաբար ներդրումներ ու էլի իմ գործունեության մեջ, որովհետև ցանկացած ոլորտում միշտ հնարավորություն կա։ Այսինքն ինքը սահմանափակ չի։ Ինչի համար եմ այդ հարցը տալիս, որովհետև մարդիկ առասել գումարի համար են անում, ասում են, ես հիմա աշխատեմ, հետո չաշխատեմ, իսկ դա մոտիվացիա չի ու մարդիկ սպառվում են, էներգիան սպառնում է։ Ես մոտ երբեք այդպիսի միտք չի առաջացել, որ ես ինչ-որ X գումարի հասնեմ ու չաշխատեմ, ու հակառակ ես թվում է, եթե ես մի օր չաշխատեմ, գոյություն չեմ ունենա, որտեղ սիրում եմ աշխատասեր եմ, ձգտումով եմ ու եթե կա ռեալ հնարավորություններ, այդ հնարավորություններին ու ես հասկանում եմ, որ իմ ռեսուրսով, իմ պոտենցիալով կարող եմ հասնել, եթե ոչ մի այլ կարող հանգամանքներ չլինեն, հետ չեմ կանգնի։ Ես մի հատ վերջի հարցի տամ ուտել, կտաս որովհետև ամեն կուր ես վերլուծելու, ես կողքից ուղղակի փորձեմ մի քանի բարձրաբանմաններ, եթե մենք խոսում ենք միլիարդից, նո այս բան արդեն դեր դրամով էր, այդ 1 միլիարդը շուտով պատկերացնում ենք ու արդեն սկսում ենք այդ գումարները ճիշտ կազմակերպել, բայց հիմա մի քիչ ներքև իջնենք 1 միլիարդ շրջանառություն հասնելու համար ծառայությունում դա դժվար է երկու ստաֆով հավաքի աշխատանքը կազմակերպել, ինչ ուղղվածություն ես դու նայում, որ կարելի է նպատակին հասնել, այսինքն տեխնոլոգիա միգուցե կա ինչ-որ ավտոմատացում, ինչ-որ պրոցեսներ, մի քանի քայլ, որը դու պատկերացնում ես, որ քո ոլորտում կարելի է կազմակերպել եւ ավելի մասշտաբավոր բիզնես։
Միանշանակ ուղղությունները մի քանի ուղղությամբ կարելի է զարգացնել, բնականաբար միայն մեկ ծառայությունների տրամաբանությամբ այդ միլիարդին հասնելը շատ երկար տարիների ինչ-որ տանջալից աշխատանք կդառնա, միայն եթե մեկ ուղղությամբ փորձենք զարգացնել, բայց ուղղությունների մեջ նաև AI-ի հետ ինտեգրացիաներն է, կայքի ստեղծումը, որ իրանից ենթադրելու է շատ մեծ դատաների հավաքագրում, ինչը հնարավորություն կտա, թե sense բիզնես մեծ համայնքների շրջանակներում դա օգտագործել, վաճառել, որպես այդպեսին, թե նաև միջազգային հարթակներում, միջազգային շուկայում, որովհետև կադրերի մասնագետների բազա է հավաքվելու այդ ընթացքում ու բիզնեսի գործարարների կարիքները հասկանալով, պլյուս այն տեխնատուների, ովքեր աշխատանք են փնտրում, ես իրենց կապող օղակն եմ հանդիսանալու այդ հատվածում, պլյուս դե նաև տրեյնինգները այդ ուղղությունն ենք ավելի զարգացնելու որպես այդպեսին ակադեմիայի ֆորմատով, ինչը էլի մեծ եկամուտների հնարավորություն է տալու։ Շնորհակալություն Անուն ջան, դու արդեն վերջի հարցեր տուր եւ երևի թե հասնենք արդեն այդ գծագրի բիզնեսի ստրատեգի։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրականում որ հարցեր եք տալիս, շատ մտքեր ի հայտ եկավ։ Օրինակ, ինչ խորհուրդ կտաք բիզնեսմենները, եթե քանի աշխատակից ունենալու դեպքում HR մասնագետ ներգրավեն այդ առաջի հարցին, եթե կարելի է պատասխանեք։ Առհասարակ այս հարցի պատասխանը հետևյալն է, երբ մարդ ուզում է գործունեություն սկսի, արդեն պետք է դիմի HR-ին, որովհետև հենց այդ կետից է սկսում բիզնեսի ճիշտ կմախքի կառուցումը, սկսած ստրուկտուրայից, հաստիկների հստակ բաշխումներից, իրենց բարդականությունների կազմումից, աշխատավարձերի վերլուծություն, հասկանալ ինչ մոտիվացիոն մեխանիզմներով կարանք աշխատենք, որովհետև HR-ի, եթե ռազմավարական HR-ի մասին ենք խոսում, հենց իր դերը տեղակայանում, որպեսզի բիզնեսի համար երկարաժամկետ համակարգեր ու պրոցեսներ ներդնի։ Մի հատ էլ այստեղ կնայեք բան ավելացնեմ, որ ես այս 8 տարիների ընթացքում անընդհատ այդ խնդրին եմ ականատես եղել, թե ինչպես են մի շարք ընկերություններ ձախողել այդ համակարգերի, պրոցեսների, աշխատակիցների սխալ բաշխումների, գործառույթների ոչ հստակ պրոցեսներ կազմակերպելու արդյունքում ու հենց գերնպատակներից մեկը դա է եղել հիմնել կազմակերպությունը, որպեսզի այդ մեխանիզմը, համակարգերն ու պրոցեսները կարողանանք գործարարներին օգնել զարգացնել։ Պարտականությունների մեջ մտնում է, որ օրինակի համար ենթադրենք աշխատանքը բաշխում է աշխատակիցների միջև, պարտականությունները իրավաբանորեն իրավաբաների հետ պայմանագիր մշակեն եւ Առհասարակ կադրային բլոկ հասկացողություն կա, դա HR-ի ադմինիստրատիվ մակարդակն է, որտեղ HR-ի ֆունկցիան կայանում է հենց կազմակերպության, բիզնեսի աշխատանքային օրենսգրքի շրջանակներում աշխատելը, ինչ իրանից ենթադրում է աշխատողների իրավունքների պաշտպանությունը, պայմանագրերի կազմումը, այնտեղ արդեն համաձայնագրեր, հրամաններ, ինչը որ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում դա HR-ի, այո, կադրային բլոկն է որպես այդպիսին, կարան լինեն կադրային մասնագետներ, կարան լինեն կադրային հաշվապահներ, ընկերություններ կան, որ այդ ոնց ճիշտ ներգրավենք ճիշտ HR-ի։ Եթե օրինակի համար ես այդքան հարցերը չտայից ես չէի իմանալու օրինակի համար ոնց ճիշտ HR ներգրավենք բիզնեսի համար եւ մենք արդեն գրեթե 50 աշխատակից ունենք, HR չունենք։ Կարիքը կա արդեն։ Մտածում ենք, հաջան։ Կարիքը կա նշանակ։ Մտածում ենք, որ արդեն HR ներգրավենք։ Տեսեք, մի հատ էլ այստեղ խնդիր ասեմ, որ էլի մեր իրականության մեջ ամենատարածվածն է, երբ որ գործարարը մի քիչ շակերտներով ասեմ, լիարժեք չի կարողանում ընկալել HR մասնագետից ինչ է ակնկալում, որովհետև ինչպես ասեցի, մենք ունենք կադրային բլոկի HR-ներ, ունենք օպերացիոն բլոկի HR-ներ, ունենք ռազմավարական մասնագետներ, 3 մասնագետներն էլ բիզնեսին տարբեր արժեք են տալիս ու տարբեր ոնց որ հատված են փակում։ Շատ հաճախ բիզնեսմենները ընտրում են կադրային բլոկի մասնագետների, պատկերացնելով, որ հայ իրենց պետք է մասնագետ, որ այդ պայմանագրերը
կանի, օրենքի շրջանակներում աշխատանքը կապահովի, հետո պայմանական խոսում են իրենց գործընկերներից մեկի հետ, ում HR-ը ինչ-որ հետաքրքիր բիզնես պրոցեսներ անում, ռազմավարություն է մշակում, մշակույթ է զարգացնում եւ այլն, ու այդ գործարարը մտածում է, որ իր մասնագետը կոմպետենտ չի կամ ճիշտ մասնագետ չի ընտրել ու բացի այդ նաև վարձատրությունը համապատասխանում է կադրային մասնագետի, այսինքն բիզնեսը պետքա ճիշտ աուդիտի ենթարկել, այս պարագայում օրինակ դիմում եք մեզ, մենք ուսումնասիրում ենք բիզնեսը, աուդիտ ենք անում, հասկանում ենք բիզնեսի կարիքը այս պահին, որ բլոկն է ավելի շատ բաց ու որ բլոկն է ավելի շատ ոնց որ աջակցության կարիք զգում։ Ըստ դրա արդեն ծառայությունները տարբերվում են, որովհետև կադրային բլոկը անում է բացառապես այդ օրենքի շրջանակներում աշխատանքը, օպերացիոն բլոկը անում է հավաքագրումը, հարցազրույցները, տրեյնինգներ, ինչ որ մոտիվացիոն ծրագրեր, իսկ ռազմավարական բլոկը արդեն բիզնեսի երկարաժամկետ կյանքի ցիկլի ապահովման պրոցեսներն է ներդնում ընկերությունում։ Դրանք արդեն ավելի համակարգերի մասին է խոսքը։ Եթե կալեմետր ես հարց տավերի լավենք բիզնեսը, որը կար ժամանակահատվածում հասել է շատ մեծ շրջանառության, շատ մեծ ճանաչելիություն ունի, բայց հիմնադիրը ինքն է այդ HR բլոկը կազմակերպում, ճիշտ եմ հասկանում, ոչ։ Չէ, հիմնադիրը չի կազմակերպում, պատվիրակված է ամեն դեպքում։ Հա, ես հիմա ոչ մի դերակատար չունեմ իմ էկոմոթերսում, ավտոմատացել եմ, դուրս եմ եկել բիզնեսից, հիմնում եմ հաջորդ բիզնեսը ու ավելի մեծ գլոբալ մեծ բիզնես է լինելու շուտով 1 ամիս, գրեթե 2 ամիս հետո ես Կոսմոին եւս հրավեր կանեմ շրջագայության, բիզնես շրջագայության, կտեսնեք ինչ բիզնես ոլորտ է, Էկոմոթերսից ընդհանրապես դուրս եմ եկել, իսկ աշխատակիցների մասով, աշխատակից ընդունում են մեր մոտ տնօրենը նաև շատ բանի մաս տնօրենը եւ նաև HR-ի օկեբանական այդ ամեն փուլերով ինքը անցած շատ մեծ ահռելի փորձ ունեցող տնօրենը հիմա մեր մոտ աշխատում, բայց Ջուլիետա ջան մեծ սիրով եւս էլի ծես կդիմեմ ու կներառեմ ծես մեր ոնց որ մեր բիզնեսի մեջ։ Օրինակ Էկոմոթերսի օրինակով կա թիմ տնօրենը, որը զբաղվում է HR ֆունկցիաներով, դա ոնց որ մի ճանապարհը, որը հիմա շատ տարածված է։ Երկրորդ ճանապարհը HR-ով։ Արդյոք միշտ ինքը լինում է էֆեկտիվ, որովհետև արագ զարգացող կազմակերպություններում HR-ը ինքը լինում է մամայի դերում, вообще ես այդպես շատ բան զգացել, որ գալիս է ու ոնց որ ավելի շատ թիմին է մոտիվացում։ Այդպես թիմը կարող է ավելի կոմֆորտ զոնա լինի։ Ես Ջուլիան ես վերջի հարցազրույցի ներկա եղել աշխատակից այգի, ասում եմ վերջը ճշտում ենք ինչ փորձ ունի ավտոմատացման process-ում պետք է ներգրաված լինի մեր մոտ, ասում եմ ստրեսականությունը ոնց է գնահատում, ասում եմ շատ բարձր, ասի շատ լավ, մեր մոտ լոջիկները չեն ձգում, այսինքն այնքան մեր մոտ ստրեսականությունը ու արագ իրադարձությունները շատ մեծ են, ու ինչի լոջիկները չձգում, որովհետև մեր մոտ կազմանավներ են էլի, այդ լեվելի պալոտի մեջ ենք մենք, հիմա արդյոք նմանատիպ կազմակերպություններում այդպես շատ արագ աճով HR-ը ինքը կարա այդ համտետ ստրեսականությունը ճիշտ մոդերացիա անի, պորցիաներով տա, որտեղ ստրեսը ինքը թվում պետք է, իսկ ինձ, բայց պորցիաներով, ոչ շատ քիչ, եթե ստրեսը կա, ինքը զարգանում է, որտեղ այսօր բիզնեսը ինքը շատ մեծ էվոլյուցիա է ապրում ու մեծ պայքար է, եթե թիմը ինքը այսօր կոմֆորտ զոնա է, երբ որ մենք ոչ խնդիր չունենք, ոչ պանդեմիա, ոչ պատերազմ, երբ որ մենք ցիկլ է կրկնվում, ինչ որ համաշխարհային գլոբալ հեղափոխություն է լինում, ու թիմը դե վարի է։ Դրա համար ունենք այն թմերը, որ ստրեսականության պատրաստ են, իրենք ճկուն են, ու օրինակ մեր պանդեմիայի ժամանակ, կորոնայի ժամանակ մենք կրկնաբատիկ աճել ենք։ Մենք բացել ենք մասնաճյուղ, բայց մյուսները հավաքել են։ Այդ մասով ոնց է նայում HR-ի բլոկը։ Այստեղ իրականում ոչ թե HR հենց մասնագետ լինելու չլինելու հարցն է, այլ HR մասնագետի կոմպետենտության հարցն է, որովհետև
HR-ը բիզնեսում մամա չի, երբ որ խոսում ենք HR-ից, HR-ը դա այն մասնագետն է բիզնեսում, ով պետքա կարողանա բալանսը պահել գործատու աշխատող հարաբերությունների մեջ, որովհետև մենք այդպես 50-50, հա, մասնագետներն ենք, 50% բռնում ենք գործատուի ձեռքը, 50% բռնում ենք աշխատողի ձեռքը ու պետքա հասկանալ, գիտակցել, թե որ պահին, որ կետին պետք է պաշտպանել աշխատողի շահերն ու իրավունքները, որ պահին բիզնեսի առհասարակ իրականության մեջ ունենք HR business partner-ներ, ովքեր 70% բիզնես են, 30% աշխատակից, ունենք people partner-ներ, ովքեր 10% ընդհանրապես բիզնես է, 90% աշխատակից, բայց այդ արդեն բիզնեսի ստրուկտուրայից է կախված ու HR դիպարտամենտի կառուցվածքից ու քանակից, բայց բալանսավորված, եթե բիզնեսը իրան չի կարող հնարավորություն տալ ունենալ միաժամանակ 3 մասնագետին ընկերությունում, ընտրում ենք միշտ generalist-ներին, դրանք 50-50 այդ մասնագետներն են, ովքեր կարողանում են իրականացնել HR-ի գոնե մինիմումը 3 ավել ֆունկցիա միաժամանակ եւ կարողանալ պահպանել բալանսը աշխատող գործատու հարաբերությունների մեջ ու այստեղ էլ օրինակով generalist-ն է հրաժեշտ բնականաբար ալտերնատիվ ճանապարհ կարելի է սպառակալ կարող է 5-ը ներառթուն 12 ինչը HR-ների քանակը չէ եթե HR-ն էր այս ճանապարհ գոնե արված մի տարվա կտրվածքով ինչ ուշնի բգետ է ստանում էլի կազմակերպության որը փաստացի կորցրած օգուտ էլի որը չի օգտագործվել HR ֆունկցիաները իսկ ես ինչը կարող այդ պոտենցիալը բացել տեսեք այստեղ միանշանակ ինչ որ կոմենտ անելը բավական բարդ է լինելու որովհետև պետքա նախ հասկանալ ընդհանուր աշխատակիցների turnover rate-ը հասկանալ շրջահոսությունը հասկանալ պահպանման ոնց որ մետրիկաներ աշխատակիցների հոսունություն չունեք ընդհանրապես դա եւ լավ է եւ վատ պետքա հասկանալ այդ պարագայում արդեն իրենց աճի տենդենսները պետքա հասկանալ ոնց բիգ հոսք կլինի չէ ոչ թե հասկանանք ոնց հոսք լինի այլ հասկանանք այդ չհոսքի տակը ինչն է թաքնված որովհետեւ շատ հաճախ կամպանիաներում աշխատակիցները արդեն այնքան են ընկնում այդ կոմֆորտ զոնի մեջ որ իրանց համար բիզնեսը դառնում է իրոք ընտանիք իսկ բիզնեսը ինչքան է կոմֆորտ զոնայի մեջ շատ է ուրեմն process-ները, ֆինանսական մոտիվատորները եւ այլն լավ են աշխատում, դա ոնց որ ավելի վերլուծելու հարց է, որտեղ ընկերությունը դրսից ընկերության ներսի մասին կոմենտ անելը բավական բարդ է։ Այն կոմֆորտ զոնա եթե չի կարա լինի, որովհետեւ աշխուժությունը, շրջանառությունը եւ այդ անընդհատ մոտիվացված վիճակով իրանք չեն կարող լճանալ ու լճացած լինեն կոմֆորտ զոնայի մինան Այստեղ այդքան լճանալու մասին չի, ինչքան երբ որ բիզնեսին արդեն այդ մի քիչ բանը առօրյա խոսակցական տերմինով ասեմ, տնավարի մոտեցում է դառնում, այսինքն իրանք իրանց շատ կոմֆորտ են զգում այդ միջավայրում, դառնում է արդեն որոշակի տնավարի ինչ որ բաներ, process-ներ, ու այստեղ արդեն HR-ի դերը տեղակայանում, որ այդ մշակույթը ճիշտ զարգացնի ու հասկանանք, որ կետում պետք է աշխատողներին մի քիչ ստրեսի մեջ գցել, ոնց որ Անդրեյ ասաց, որ պարագայում աշխատողներին հակառակը քաջալերել, դուխ տալ։ Կամպանիայի տեսանկյունից բնականաբար 50 աշխատակից ունենալը արդեն ինչպես ասացի սկզբանե է պետք, բայց եթե չունենք 50 աշխատակիցը արդեն ստատիստիկորեն այն կետն է, որ HR-ի անհրաժեշտություն լինում է IT կամպանիաներում 5 հոգանոց թիմ ունի HR, 10 հոգանոց թիմ ունի HR, 20 հոգանոց թիմ ունի HR, իսկ մնացած այլ ոլորտների պարագայում մի քիչ HR-ի ֆունկցիային գնալը բարդ է, որովհետև շատերը ընկալում են HR-ի դերը աշխատող ընդունել ազատելու բանի մակարդակի վրա, իսկ ել եմ ասում HR-ը դա միայն հավաքագրումը չի կամ աշխատանքից ազատման process-ը չի, HR-ը բիզնեսի իրոք այդպես զարգացման ֆունդամենտ շարժիչ գործոններից մեկն է։ Շատ լավ, ես հասկացա, որ HR-ը շատ մեծ դերակատարություն ունի բիզնեսում ու մենք անպայման ի նկատի կունենանք սիրո ձեր այդ outsource համագործակցեք։ Շնորհակալություն։ Այդ գործարքներ ակնկալում իրոք։ Սոփի այդ պայմանագիր բերեք։ Եթե կարելի է մի բան էլ ասենք, Անդրեն ասաց, որ միլիարդի ուղին դրանով դուք ասեցիք, որ դա շատ ոնց որ ահռելի ճանապարհ պետք է անցնենք
եւ այլն եւ այլն։ Նու շատ ահռելի չէ, ուղղակի ասացի, որ այս պահին հեռու եմ դեռ այդ միլիարդից, բայց ինձ համար դա անհասանելի։ Ես օրինակի համար sense կասեի, ոչ թե խորհուրդ, այդ իմ պատկերացումով ոնց կարելի է շատ արագ հասնել միլիարդ։ Ոնց։ Դուք գրեթե ու ցանկացածի բիզնեսը այսօր կվելուծենք եւ եթե կարելի է ես տարբերակներ կառաջարկեմ, ոչ թե խորհուրդ կտամ։ Հիմա օրինակ ձեր պարագայում sense կարելի է շատ արագ զարգացնել եւ հասնել շուտ միլիարդի եւ միլիարդների։ Դուք գրեթե շատ մեծ բիզնես կամպանիաների հետ աշխատում եք եւ այդ բացը տեսնում եք, որ կամպանիան ինչ բացեր ունի։ Դուք կարող եք տարբեր ճյուղեր հիմնել եւ գտնեք, քանի որ դուք HR եք, եւ գտնեք ճիշտ մասնագետների եւ այդ ձեր բիզնես հատվածում ճյուղավորեք։ Օրինակի համար հին բիզնեսում ենթադրենք մի բաց ճյուղ եք տեսնում, այդ ճյուղը շատ արագ կարող եք ձեր մոտ ճյուղավորել եւ այդ ծառայությունը մատուցել ինձ, բայց outsource նաեւ լավ բան իմաց ձեր պես մասնագետի միջոցով եւ այնպես դուք կարող տասնյակ բիզնեսներ հիմնեք ձեր բիզնես ճյուղում ու այդ ծառայությունները մատուցեք եւ տասնյակ ճյուղերի ընթացքում պատկերացրեք գտել եք մի լավ մասնագետի, որ ինքը կարող է շատ լավ է ծառայությունը մատուցի եւ իր ձեռքի տակ, ասենք, գրեթե մի քանի ամսվա ընթացքում տասնյակ աշխատակիցներ են եւս էլի հարկավոր։ Եվ դուք այտենց կարաք մասշտաբավորեք եւ հասնեք մի քանի բիզնես արդեն չէ, ճիշտ եմ հասկանում։ Մի քանի բիզնես եւ ըստ պրոյեկտի թեմերով։ Այո։ Ու արդեն դրան պահանջվում է օֆիսային տարածք վարձակալեք եւ ճյուղավորեք ձեր բիզնեսը։ Եվ այդ տասնյակ այլաս sense որ ավելի բարձ լինի մեր հյուրերի մեկ էլ որ հետևելու է այս տվանը, օրինակ հենց վեկալենք էկոմոտորսի կամ հենց մեքենաների կամ պայստային ուղղվածությունը տրամաբանական ինչ բաց կարա լինի, եթե ջարի աշկերով նայենք ու Ջուլիետան ինչ պետքա այդ բիզնեսում անի ու ինչ բանաձևով եթե մոտավոր դες վեկտորը ճիշտ նշենք էլի որտեղ ստե ինչա փաստացի կատարվում Արմենը ունի իր հայացքը իր բեքգրաունդը իր տրեքշնը բիզնեսի եւ Ջուլիետան իրան տաբելում են հիմա Արմենը իր հորիզոնտով ինքը ներկայացնում է թե ոնց կարելի է այս բիզնեսը զարգացնել այսինքն ինքը ինչ պետք կաներ ու մենք ստե փորձում ենք ոչ թե խորհուրդ տալ հենց Արմենը լավ նշեց որ տարբերակներ կառաջարկեն ու շատ ճիշտ մոտեցում է Արմեն ջան ինչ վեկտորը որ ավելի պատկերացնեն հենց պրակտիկա ասեմ օրինակի համար ես Ջուլիետային ներգրավում եմ մեր բիզնեսում որպես HR Ջուլիետան գրեթե ասենք արդեն իսկ մեկ ամսվա ընթացքում ինքը կհասկանա որ մեր մոտ հաշվապահական ծառայությունը բաց է կհասկանա որ իրավաբանական ծառայությունը բաց է կհասկանա որ նմանատիպ լիքը բաց էր եւ ինքը կներգրավի իրավաբանին իր թե outsource-ով կարա օգտագործի թե կարա բարձր աշխատավարձով իր մոտ նստի աշխատի բայց իրավաբանը կարա լինի ասենք արդեն իսկ ինքը ներգրավելով այդ իրավաբանի ռեսուրսը կարա օգտագործի տասնյակ բիզնեսներում եւ այդ բացը տեսնելով իրավաբանական ծառայություն մտցնի իր բիզնեսում հաշվապահական ծառայություն իրականում այդ հատվածները ունենք եւ նմանատիպ լիքը բաներ կարա մտցնի իր եւ գործից գործ է բացվում եթե ինքը իրավաբանական ծառայությունը մատուցում էկոմոտորսի նաեւ արդեն հայտարարություն է դնելու որ իմ կամպանիան ունի իրավաբանական ծառայություն եւ այդ իրավաբանով ինքը կարա եւս էլիկը կամպանիաներին իրավաբանական ծառայություն մատուցի իր բիզնեսը ել ավելի առաջ գնա պահանջարկը շատ լինի հաջորդ իրավաբանի ներգրավի ու հտենց ճյուղավորի նաեւ հաշվապահական մասով կարա ինքը ներգրավի հաշվապահներ եւ հաշվապահական ծառայություն հիմնի իր օֆիսում
եւ այլն։ Այս պարագայում ոնց որ ուղղվածությունը մի քիչ փոխվում է գործունեության, ինքը ավելի հենց business consulting է դառնում որպես այդպիսին։ Այս պահին այնպես է ունենք թիմում եւ իրավաբան եւ հաշվապահ, շատ քիչ կամպանիաների ունենք կադրային հաշվապահության բլոկի ոնց որ ծառայության մատուցում։ Շատ եմ մտածել այդ ուղղության մասին, շատ եմ մտածել։ Կարեք մի հատ բան ասեմ, օրինակ մեր Ecomotorsի բիզնեսում կարող եք դուք արդեն այդտեղ ներգրավեք բրոկերական ծառայություն, ահռելի աշխատանք ենք մենք կատարում, ահռելի ծառայություններ են մեզ մատուցում, թե լենականից մաքսատներից բռնած, չգիտեն, տարբեր Սիսիանի մաքսատանից սկսած, վերջացած այստեղի մաքսատներից բրոկերական ծառայություն դուք արդեն կարող եք հիմնել ու նմանատիպ լիքը բիզնեսներ։ Ենթադրենք, չգիտեմ, գնացել եք ինչ-որ ինչ-որ մի կամպանիա, որը այդ կամպանիան ուրիշ գործունեությամբ է զբաղվում, բայց նմանատիպ կարող եք իրանց այդ բացը տեսնել եւ հիմնեք տարբեր ճյուղերով բիզնեսներ։ Եվ դուք պետքա, նայեք, օրինակի համար դուք ձեր բիզնեսում, եթե չլինեք, ձեր բիզնեսը չի աշխատելու, որովհետեւ հիմնված է ձեր վրա, դուք եք այդ ամեն ինչը կառավարում։ Դրա համար ձեզ պետք են փոխարինողներ, ձեզ պետք են, որ դուք այդ ամեն ինչը հանեք ձեր վրայից եւ դուք լինեք հիմնադիրը, քանի որ հիմնադիրները ոչ մի բան չպետք է անեն իրենց բիզնեսում։ Հիմնադիրը բիզնեսն է հիմնում։ Եվ այնտեղ պետքա լինի տնօրեն, փոխտնօրեն եւ այլն, այտենց գնում է։ Առաջիկա զարգացման մեջ կա դա։ Այո, դուք եթե ներգրավեք եւս ձեր պես բանիմաց եւ բիզնեսը հանեք ձեր վրայից, կարող եք արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ ճյուղերը բացեք ու բիզնեսը հիմնելով գնաք։ Ոնց որ ես եմ անում ու ես եմ արել իմ բիզնեսներում։ Մերսի շատ առաջարկի համար, այդ տարբերակը ուղղվածության շատ եմ մտածել իրականում դարձնել ավելի business consulting, որովհետև երբ որ տալիս ենք արդեն համապարփակ տարբեր ուղղությունների լուծումներ, ինքը հենց HR outsourcing-ից ուղղությունը փոխվում է դեպի business խորհրդատվություն, business-ի զարգացում, առաջ խաղացում։ Այդ դեպքում արդեն սարի հետև չի իլակներ էլի։ Հա, այդ կետին կարծում եմ մի օր կգամ, առաջիկա ոնց որ մեկ տարվա պլանների մեջ դեռ շատ այդպես ռազմավարական այդ կետը ներառված չի, բայց այնպես էլ չի, որ պլանների մեջ այդ տարբերակը չի եղել կամ չեմ մտածել կնեք դուք ձեր բիզնեսի աշխատակիցը։ Չէ, որովհետև հենց բիզնեսի զարգացման ուղղությունն էլ գնում է այդ տրամաբանությամբ, քանի որ մենք դեռ 10 ամս Արմենի կարծիքն է բուզենելս է, ինչ ժամանակահատվածում ես պատկերացնում, որ սգամ սպասել մեկ տարի պետ աշխատել։ Ոչ, սպասել չկա, եթե անում եք, հենց վաղվանից անում եք ու անկեղծ ես հիմա ձեզ ասեմ, եկեք հենց վաղվանից դուք ձեզ հանեք ձեր այդ մարու բիզնեսի աշխատողի կարգավիճակից, հենց վաղվանից այդ տրամաբանությամբ մտածեք եւ կիրառեք։ Տեսեք, այս պահին Ջուլիետա ջան, կներես շատ կարևոր բան է ինձ էլի, այս ճիշտ ռազմավարությունը մշակի։ Հիմա դու ասում ես 1 տարի քո պլաններում չմտնում։ Կարաս կիսվես քո ճանապարհային քարտեզը 1 տարվա կտրված կով, ռազմավարություն ունես, ինչ կետեր պետք է անցնես ու որտեղ ես տենում քեզ մի տարուց ու ինչ ես անելու այս ամիսների ընթացքում ու ինչի՞ չէ որ հենց վաղվանից ամենի առաջարկած մոդելը կիրառեց։ Այս առաջիկա մի տարվա ընթացքում Անի որ դու փորձառու HR եք եւ կարող եք շատ արագ գտնեք լավ մասնագետների։ Դա էլ է նպաստելու, որ դուք շատ արագ գտնեք շատ լավ մասնագետների։ Առաջիկա հենց 1 տարվա պլանների մեջ ընկերության հետ ռազմավարական զարգացման հիմքում ընկերության նախ ներքին կառուցվածքի զարգացումն է, ինչ իրանից ենթադրում է, որ բիզնեսում արդեն ոնց որ զարգացնում եմ այն մասնագետին, ով լինելու է փոխարինողի դերում, այսինքն ես հիմա էլ արդեն ֆունկցիոնալ տեսանկյունից ավելի շատ վերահսկողի ու համակարգողի դերում եմ, քան ինչ որ աշխատանքներ տանողի, բայց միևնույն ժամանակ այո
իմ նպատակների մեջ էլ կա այդ կետը, որտեղ որ ես ինձ միայն հաշվետվությունը գալու որպես այդպեսին, մենք ունենք ինչ ունեցանք, ինչ եղավ եւ այլն, այսինքն այդ օպերացիոն դաշտից պետք է դուրս գա։ Առաջիկա մեկ տարվա պլանների մեջ կայքի ստեղծումն է, ծառայությունների բարելավումն է, օֆիսային տարածքի ոնց որ հարցի կազմակերպումն է եւ թիմակիցների ու գործընկերների քանակի ավելացում, այսինքն նոր համագործակցություններ եւ թիմակիցների ավելացում։ Սա մեկ տարվա պլանն է, ես մի քիչ ավելի ինչ որ ասեցի, որպես իջար դու կարաս մեկ ամսում հանգիստ փակ։ Կադրերի հարցն է, մեկ ամսում հարց լցում ես, դու դիշտեն ես օգտվում ես։ Իրականում տեսեք, երբ տարածքի խնդիրը կլուծես, որովհետեւ արդեն ունենալ ես լուրջ մասնագետներ, գործընկերներ ոլորտային ու կոնսալտինգ ես իրականացնելու։ Իրականում նույն կայքի ստեղծումը Մենք անենք մի բանը մի տարում, եթե կարանք անենք մի ամսում, ո՞րն է պատճառը։ Ես ոնց որ տենց կոսմանապ թե օգեման։ Օրինակ մեր բիզնեսմենների խայսյատն է էդի, որ իրանք մի բիզնես են հիմնում եւ ասում են ես պետքա հելնեմ, գնամ, խանութի դուռը բացեմ, ես ընդեղ լինեմ եւ այլն եւ այլն։ Ամենտեղ ես, Այդ Արմեն անգիսը շա առավոտը բոլոր սալոնները հերթով էթում է բացում, հա։ Այդ մենակ չմետում վագում է, ոսկի ամեն մեկը քաղաքի ծարամասն է։ Չէ, իրականում այդ ասեցիք, որ 6 աշխատակից ունեք ու ինչքան ճանապարհ են անցել ձեր հետ։ Ամենաերկար աշխատանք։ Ամենաերկարը հենց 9 ամիս, 10 ամսվա ընթացքում։ Նվիրված աշխատակից, հա։ Հա։ Հենց ինքը կարա փոխարինությունս է։ Չէ։ Փոխի։ Այսինքն ես Փոխի։ Չէ, մարդկանց հմտություններն ու պոտենցիալը ոնց որ ճիշտ եմ գնահատում, մի փոքր ոնց որ ավելի էջարական մասնագիտական աչքով եմ ասում, որովհետև միայն տարիների քանակը, մասնագետի ընկերությունում աշխատելու տարիների քանակը դա դեռ փաստ չի, որ ինքը կարա մենեջերիալ կամ ինչ որ լիդերշիփ առաջնորդման բաներում փոխարինել։ Ձեզանից էլ ավելի լավը կարա անի հանեք ու հենց բաղվանից դրեք իր վրա այդ հոգսը, թող ինքը անի ու դուք ավելի գլոբալ մեծ բաների մասին մտածեք ու ինքը իրան շատ լավ կզգա, որ դուք ընդառաջեք իրան ամեն ձևով եւ այդ հնարավորությունը նայեք, ես այսպես է, թիմում հնարավորությունը տրվում է բոլորին, քանի որ բոլորը ոնց որ outsource HR տրամաբանությամբ ներգրավում են, դառնում են թիմի անդամ, հնարավորություն որ կարան ունենան այդ դիրքը, այդ տեղը, այդ պաշտոնը բոլորի համար բաց է, այստեղ արդեն մրցակցության սինդրոմն է աշխատում, հա, ով իր հմտությունները կփորձի ավելի զարգացնել, առաջ գնալ, ձգտում ունի ինքնազարգացում։ Հայաստանում կան իջարներ թեզանից ավելի լավ։ Միանշանակ կարծում եմ ամենտեղ, չգիտեմ, մի քիչ մեծամիտ հարց պատասխան կարա հնչի, ամեն մարդ իր մասնագիտական ռեսուրսների չափը գնահատում է իր սուբյեկտիվ օբյեկտիվ ծառայությունը։ Օրինակ, եթե ինձ հարցնես, կա արդյոք քեզանից ավելի ուժեղ ֆինանսիստ Հայաստանում։ Բազմաթիվ։ Իստվատ կասես չէ։ Որտեղ մենք միշտ չենք որ կարանջատում ենք մասնագիտությունը եւ գործարար լինելը։ Չէ, միանշանակ այդ մասով պետք է հստակ իջարես թե դու գործարես։ Չէ, երբ որ նոր էի սկսում, դեռ HR էի։ Հիմա արդեն ավելի գործարարի հոգեբանությամբ ու տրամաբանությամբ եմ սկսել առաջնորդվել։ Դա իմ առաջի բաներից մեկն է եղել, այն բանիերը, որ փորձել եմ հաղթահարել, երբ որ ակումբում էի նոր անդամ, մեր 10-րդի առաջի հանդիպումը ընկեր Նաջարյանն էլ կհիշի, ես մի հատ հարց բարձրացրեցի ու մենք հենց այդ հարցը միանգամից սկսեցինք քննարկել, որովհետև խնդիրը հետևյալն էր՝ լավ մասնագետ, վատ գործարար։ Այսինքն ես իմ մասնագիտության մեջ մասնագետ եմ, գիտեմ ինչ եմ անում, ինչ եմ ուզում եւ այլն, իմ մասնագիտության մեջ կարամ սենց հասնեմ, սարեր գրավեմ եւ այլն, բայց բիզնեսմենի այդ հոգեբանությունը, ձեռագիրն ու մոտեցումը իմ մոտ դեռ շատ բաց էր ու կաղում էր ու ինչը կարծում եմ նորմալ է ցանկացած սկսնակ գործարարի համար, բայց հիմա ես ինձ ավելի շատ դասակարգում եմ որպես HR մասնագետ, այլ դասակարգում եմ արդեն որպես գործարար, ով ունի նպատակ, ով փորձում է արդեն իր նպատակների համար ճանապարհը գծել է, անցնում է ու ունի հստակ առաքելություն, ինչի համար ինքը ամեն օր, այսպես ասած, աշխատանք է։ Մի մոտիվացնող բան ասեմ, նայեք Ջուլիետա ջան, ես հիմա հիմնում եմ երկրորդ բիզնեսը, մեծ գլոբալ բիզնես եմ հիմնում,
շուկայում ուսումնասիրել եմ տասնյակ ուժերներ կան, տասնյակ տարիների ընթացքում իրանք դարել են շատ ուժեր, բայց ես մտնում եմ այդ ոլորտը, հեղափոխելու եմ, կրելու եմ բոլորին ու լինելու եմ առաջի տեղը, չի լինելու տենց մեկը, որ ես երկրորդ տեղը լինեմ, ես պետքա լինեմ առաջի տեղը ու վերջ, այն էլ շատ կարճ ժամանակահատվածում։ Միանշանակ։ Դու կասմանավտ ես տլոճու։ Դրա համար HR-ի մասով պետքա դուք լինեք առաջինը, դուք լինեք հազարավոր աշխատակիցների, ստեղծեք հազարավոր աշխատակիցների հազարավոր աշխատակիցների կամպանիա եւ լինեք առաջինը եւ մատուցեք միջազգային շուկա դուրս գաք եւ դուք ուժեղանաք ամեն ձևով, այսինքն հիմա ես մարդ գիտեմ, որ ինքը բրենդինգ անում եւ ամբողջ գլոբուսի վրա ծառայություն է մատուցում։ Իր շրջանառությունը շատ ահռելի մեծ շրջանառություն ունի եւ ինքը կապ չունի կգնա Դուբայում կնստի, թե Ամերիկայում կապրի, թե Հայաստանում, ինքը ամբողջ գլոբուսի վրա ծառայությունը մատուցում է եւ իր շրջանառությունը տասնյակ միլիարդ դրամների է հասնում եւ հազարավոր բրենդներ է ինքը կառուցել։ Դրա համար ձեր մասով դուք պետք է լինեք առաջինը ու վերջ։ Իսկ Ստեվ մի հատ բան կա, որ ես զգում եմ, տեմը այդ հարց տա։ Կարաս քո կազմակերպությունում ունենաս քեզանից ավելի ուժեղ իջա։ Միանշանակ։ Ինչ ա պետք։ Ու դա ոնց որ առաջիկա պլաններից մեկն է։ Ինչ պետք է առաջարկես, որ ես որպես քեզանից ավելի փորձառու իջա քո մոտ աշ։ Դա տները մի հատ բան ասեմ, աշխարհի ամենաուս մարդկանցից մեկի կարգախոսն է, ասում է պարտադիր չի ես Հարվարդում ավարտեմ, Հարվարդում ավարտողները իմ մոտ պետք է աշխատեն։ Այդ մասով ունեմ իրեն առաջարկելիք բանի հեռանկարի ու հետագա համագործակցության շրջանակներում հենց պլաններից մեկը դա է ներգրավել թիմում շատ փորձառու HR մասնագետ ու միասին արդեն բիզնեսի զարգացման ճանապարհը տանելու, որովհետև ասացի արդեն ես դուրս եմ գալու այդ շրջանակներից ու բիզնեսը կարելի ասել վստահելու եմ այդ մասնագետին, բնականաբար կախված իր արդեն ղեկավարման ունակություններից ու հմտություններից, չնայած որ HR-ի պարագայում պարտավոր ոնց որ պարտադիր սկիլերից է նաև leadership-ը, բայց ամեն դեպքում արդեն ճիշտ գնահատելով, իսկ թիմում քեզանից լավ մասնագետներ ունենալը միայն բիզնեսի հաջողության ու զարգացման ամենակարևոր գրավականներն են։ Լավ, դե ես առաջարկում եմ անցնենք ключевой ֆորմատին, այսինքն հիմա արդեն անցնենք բուն, հստակ ինչ-որ քայլերին, ունենք ճանապարհային քարտեզ, այսինքն տարբերակ, որը առաջարկում եմ Արմեն Աբրամյան, ոնց հասնել X ժամանակահատվածում, որը դու ես տենում, առաջարկում ես, ու ճանապարհ, որ էլի դու ես առաջարկում, որ այս բիզնեսը հասնի առնվազն 1 միլիարդին շրջանառության։ Երինց է սկսենք է։ Արդեն մենք հարցերի Կարծում եմ, ես թվում է իմամել ուժի։ Հա, արդեն հա։ Ոնց ծորոշը, Հա։ Okay, դե Ես ասացի ինչ ճանապարհով, հիմա պատասխանս հետո հարցերը տանք, թե հարցերը տանք։ եթե կարելի է պատասխանեմ, կարճ եւ տամ թող հարցը։ Բայց կարճ որ ինքը իրականացնեց։ Իսկնես պետք է լինի պատասխանեսով։ Միանշանակ իրականացնելու է, քանի որ ես արդեն իսկ նպատակ ունեմ, որ Ջուլիետայի հետ համագործակցելու եմ, իհարկե, չպետք է ֆինանսավորես ու դիլեսե իհարկե, չէ, ես լատաս որ ինքը որպես բիզնեսի հիմնալիերն է Ջուլիետայի հետ համագործակցելու եմ, outsource մեր կազմակերպությունը ծառայություն մատուցի Ջուլիետա եւ ավելի շատ կշփվենք, այդ ընթացքում երևի էլ ավելի կնպաստի, որ Ջուլիետան մասշտաբավորի իր բիզնեսը։ Բայց մենք հիմա ինչ ֆիքսում ես։ Թող ֆիքսել։ Դա ճանապարհային քարտեզը որ մի տարուց հետո Մի տարի չէ, եթե մի տարի է պետք չի։ Եթե անկեսը մի տարի շատ երկար է,
6 ամիս հետո էլի Ես իմացա իր բանը, կարճ ես ասում, հանկա 6 ամիս հետո հանդիպենք այստեղ 6 ամիս, ինչքան 1 միլիարդ 6 ամիս հետո հանդիպում ենք այստեղ, Ջուլետան ունենում է 20 աշխատակից, ամենակիչը, ունենում է գրեթե 200 միլիոն դրամի շրջանառություն, ամիս է թե ես ընթացքում 6 ամիս ամիս է 200 միլիոն դրամի շրջանառություն եւ հիմնած կլինի 10 ճյուղ 10 ամիս հետո առնվազն 5 ճյուղավորումը հիմա քննարկենք ճյուղավորումներից մեկը լինելու է իրավաբանական ծառայությունը, որը միշտ պետք է լինելու, դա հազարավոր դար չի բարձրանելու իրավաբանական ծառայությունը, առաջինը լինելու է իրավաբանական ծառայություն, երկրորդը հիմնելու է հաշվապահական ծառայություն, Սա արդեն պիտի քո 10-րդը երրորդը հիմնելու է երրորդը հիմնում է բրոկերական ծառայություն եւ ընթացքում արդեն կշփվենք իրար հետ, հասկանանք դու ինչ բիզնես ոլորտներ եք ծառայությունն ատուցում եւ այդ բիզնես ոլորտներում ինչ բաց թողումներ եք տեսել եւ ինչ կարաք մտցնեք ձեր բիզնես ճյուղում։ Շատ լավ, իսկ թվայնացման մասով ինչ որ բան լուծում տենում ես, թե օգտագործելով արդեն որ տեխնոլոգիան, արհեստական բանականությունը, դատայի վերլուծություն, ստե պետքա այս կես տարվա կվածքով ինչ միանշանակ պետքա օգտագործեք եւ ավտոմատացնեք ամեն ձևի։ Մարքեթինգի տեսակետից հարց հնչեց, որը Ջուլիետան պատասխան, քո առաջարկած ճանապարհը մարքեթինգը ո՞նց է ստենում։ Այսինքն ինչ մարքեթինգային քայլեր պետքա կազմակերպել։ Ես անկեղծ Ջուլիետայի հետ արդեն երկրորդ անգամ եմ շփվում, մի անգամ մի առիթով ենք շփվել, հիմա արդեն իսկ երկրորդ առիթով շփվեցինք։ Ջուլիետան մեծ պոտենցիալ ունի ու Ջուլիետան անկեղծ կարա հասնի այնպիսի դիրքերում մարքեթինգային թե արշավով, թե սենց ասեմ էլի, մարքեթինգը դա նաև կապելն է, որը կապերի շնորհիվ ինքը կկարողանա հազարավոր կամպանիաներ ներգրավի եւ մարդիկ իրեն ռեկլամ անեն եւ մեկով ոնց որ ասած պաստա։ Առաջի հերթին ինքը արդեն իսկ կապերի մեջ է BS Cosmo-ում։ BS Cosmo-ն ունի մոտ 200 անդամից ավել մարդ, որը պոտենցիալ ռեկլամ անող է Ջուլիետայի։ Այսինքն, եթե ես հիմա օգտվեմ Ջուլիետայի ծառայություններից, ես նաև խորհուրդ կտամ լիքը մարդկանց։ Եվ կպնդեմ, որ ձեզ Աջան, եթե գոհ եթե նորմալ մենք օգտվել ենք գոհեք ու դրա համար մի քանի գործիքներ եւս օգտվում են։ Սենց ասեմ էլ, ես ամեն մեկի ծառայությունից չեմ օգտվում ու լավ իմանում եմ, թե ես իմոտ ում եմ բերում, այդ միանշանակ ես 2 տարի ֆինանսիստի աշխատանք եմ կատարել, մինչև գտել եմ ֆինանսիստ։ Այսինքն իմ մոտի ֆինանսիստը պետք է լինի մշտական ֆինանսիստ, ոչ թե одноразовый։ Բերեմ փորձարկեմ հանեմ։ Եվ շատ մեծ կազմակերպությունից հանել եմ, բերել եմ իմ մոտ։ Եվ 2 անգամ ավելի շատ լավ պայման եմ առաջարկել, եւ ինքը իմ ֆինանսիստն է այսօր։ Գրեթե 1 տարի աշխատում է իմ մոտ եւ ինքը ահռելի աշխատանք է կատարում։ Դրա համար ես որ Ջուլիետային ընտրում եմ եւ outsource ծառայություն պետք է մատուցի մեր կազմակերպությանը, հենց այնտեղից չեմ ոնց որ ասած հրավիրում կամ պատահական բան սոցհաղթակներում չեմ դնում հայտարարություն, որ իմ մոտ outsource manager բան լինի, HR լինի։ Ճիշտ գնալը առաջ սենց է Ջուլիետայի մասով։ Հա, մարքեթինգի մասով նկատի ունեմ, որ կարա իմ մոտ ծառայություն մատուցի Ջուլիետան եւ ես հազարավոր հաճախորդներ ներգրավեմ Ջուլիետայի մասով եւ իր բիզնեսը սրընթաց միանգամից աճ կունենա մի այլ կարգի եւ ինքը արդեն պետքա դիմանա դրան, որտեվ այսօր արագ առաջ գնալը դա ես անձամբ հազարավոր անգամի մաշկի վրա զգացել եմ, երբ որ դու առաջ ես գնում, տեմպի մեջ եթե չեղար, սայթակելու ես։ Ես ամեն վայրկյան տեմպի մեջ եմ ու
Հիմա էլ մենք աճում ենք, առաջ են գնում, մենք նոր պաշտոնական բրենդներ են վերցնում, մեքենաների մասով, մենք չենք դադարում, մենք միշտ առաջ են գնում, մենք պետքա ամեն վարքյան չդադարենք ու առաջ գնանք։ Ինչքան էլ որ իմ թիմը ասի, որ ասես լավ է, էլի առանց այդ մենք չենք հասցնում, էսի չես անում։ Բայց թվում է քո բախտը բերել է։ Ճիշտ ժամանակում ճիշտ ոլորտ ես մտել, չէ՞։ Չէ, ես ճիշտ ժամանակին ճիշտ ոլորտներ միշտ եմ մտել։ Պետք է ասեմ, ասում են, դե բախտը բերել է, որ ճիշտ ժամանակին ճիշտ ոլորտում է։ Ու այդ նայեք, հիմա ես ասեցի, չէ, որ երկրորդ բիզնեսն եմ հիմնում ու Էլի բախտը բերել։ Պետք է շատ լավ ուսումնասիրես նախ շուկան։ Այսինքն Իսկ քան ժամ, մի հատ sense միտք քան ժամ ես աշխատում։ ես կարամ ընդհանրապես չաշխատեմ օրվա ընթացքում, օրինակի համար։ Այդ օրը իմ հանգիստն է, բայց աշխատելը լինում է 24 ժամ, դաժե քնած ժամանակ աշխատում եմ ես։ Ենթադրենք մի ոլորտ ես ուզում մտնես, այդ ոլորտը լավ ուսումնասիրում ես։ Նախ ես եթե ոլորտ եմ մտնում, մի հատ sense միտք տամ, ես ուսումնասիրում եմ 1000 խոշոր արկատուների ցանկը։ Հասկանում եմ, թե դե մի 10 տեղը չեմ կարա լինեմ, բնականաբար պրինզամոլիբդենային կոմբինատն է, այնտեղ եւ այլն։ Հասկանում եմ, որ 10-15 տեղը չեմ կարա լինեմ, դրանից վերև եմ նայում։ Օրինակ իմ կյանքի ներքև իմ կյանքի նպատակը ինձ ցելը իմ կյանքի նպատակ իմ ցելը որ ես կոնը լինեմ 1000 խոշոր արկատուների 20-րդ տեղում օրինակի համար 19-րդ տեղում ու ես հոլուցում եմ 500 ես չէ 418-րդ տեղում ենք մի երկու ամիս առաջ 500 էր չէ 418-րդ տեղում էինք բայց հիմա երկրորդ երամսյակում կարա վերև լինի կամ ներքև լինի սենց ասեմ ջուլետան շատ մեծ պոտենցիալ կարա հաջողություն ունենա այս նաև այս ոնց որ ասած հանդիպումից հետո եւ ինքը սկսի մեծ տեմպով աշխատել իր վրա մարքեթինգը թե սոցհարթակներում կարա ինքը մարքեթինգ անի, բայց ամենամեծ մարքեթինգը դա մարդիկն են ու կապելն է։ Ես նաև որ հաջողվել եմ, իմ հաջողության բանաձևը եղել է իմ կապերի շնորհիվ, որ ես 4 ակումբի անդամ եմ, հազարավոր մարդկանց հետ եմ շփվել եւ չեմ խաբել ոչ մեկի։ Իմ հաջողության բանաձևը գրավականը դա է եղել։ Ջուլետայի մասով էլ նույնը կասեմ, որ ինքը կարա BS Cosmo-ի անդամը կարա այնքան հաջողություն գրանցի, որ ինքն է չպատկերացնի 2-3 ամիս հետո ինչ կարգավիճակում է ու ինչ դիրքերում է։ Այդքան է։ Լավ, հավասարություն։ Դե եթե մնում է տեմպին դիմանաս։ Տեմպից չեմ վախենում։ Կազմակերպենք, ուրեմն 6 ամսվա կտրվածքով մտնելով տարբեր ուղղությունների մեջ կոնսալտինգ, հասկանալով ինչ բիզնես խնդիր կա, գտնել լավագույն ոլորտային մասնագետներին, այո, իրանց հետ համատեղ այդ ոլորտը փակել որպես կոնսալտինգ, ծառայություն մատուցել ու արդեն մեկ բիզնեսի վրա դրական կես ունենալով մասշտաբորել այլ բիզնեսներին եւ networking-ով, ակումբի ռեսուրսներով, իվենտներով եւ սարաֆանի ռադիոյով այդ կապը զարգացնել եւ հասցնել 6 ամսվա կտրվածքով 1 միլիարդ։ Սենց կարճ ամփոփման եք, տեխնոլոգիայի մասով նաեւ ամփոփել օգտագործել արհեստական բանականություն, մի բանաձև, որ ես կառաջարկեի ու մենք դրա մասին ոնց որ խոսացել ենք, դա հավաքագրել նույն ակումբի ռեսուրսներից սկսած մենք հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք այդ ակումբի ներսում ստեղծում ենք բազա, որը կպցրացնելու արհեստական բանականությունով ինքը հավաքագրելու է բոլոր բիզնեսները, ամեն բիզնեսը մեր անդամ լրացնելու է տվյալներ, դատաներ, որը մտցնելու ենք ավտոմատ գալու արհեստական բանականությունի մեջ, դատա կազմակերպելով դրա մեջ մենք հավաքագրելու ենք բիզնեսը, ինչ ոլորտ է, դեպի ուր է այդ շրջանառություն աշխատակիցների քանակ եւ խնդիր, որը ինքը այս բանը նշում է։
արհեստական բանականությունը հավաքագրելու այդ բազան եւ լուծումներ տալու բիզնեսների մասով։ Ինչ վերաբերում է իջարի մասով, այդ կտորը կարա իջարով նույն ձևի հաստիկները հավաքագրվի եւ այդ նույնը օրինակ ստեներով առաջարկ չեց, որ ուհերում դա զարգացնենք, այսինքն շրջավարները կամ մարդիկ, ովքեր քննում են հետաքրքիր աշխատանք, կարելի է այդ նույն chat-bot-ը արհեստական բանականությունը տալ իրանց հղումով, իրանք լրացնել իրանց մասին ինֆորմացիան, ուստի պահանջարկ եւ առաջարկը կպնելով արդեն ջուլետա մոդերացիայանում, այսինքն լինելու է մի քանի փաթեթիստինց, դա մեկը անվճար որ դատան լուծում են տալիս են ինֆորմացիան, երկրորդը արդեն լայ տարբերակով ինչ որ տվյալներ բացելու համար, օրինակ նույն գործատուին ինչ հաստիկներ համապատասխանում են այս կողմից, ու հակառակը տեխնացիոն ինչ հաստիկներ է պատրաստ եւ արդեն այդ կոնսալտինգի մասով կարա լինի, որ մտնեն կոնկրետ մի բիզնեսի մեջ արդեն համաստիկները փակեն օգտագործելու արհեստական բանականությունը եւ արդեն այդ ծառայությունը, որը իրականացում է, դա այդ իմ առաջարկն է, որը այսօր արդեն կարելի է կիրառել ու համ սոցկայքերը, համ չաթերը, համ արհեստական բանականությունը եւ Google Drive-ը, այդ ամեն ինչը կարելի է CRM-ը կարելի է կպցնել, սարքել մի համակարգ, որը արհեստական բանականության ագենտ է կարա կազմակերպի, որովհետեւ այս տարի արդեն ոչ թե արհեստական բանականությունը տրենդ, այլ արհեստական բանականության ագենտն է տրենդ, այսինքն մենք ստեղծում ենք նույնպես կոչվող մեր ագենտը, որը հանձնարարություններ անում մեր փոխարեն, մեր թիմի փոխարեն, այսինքն դա նոր տրենդ է ու կուզենա որ այդ մասով արդեն դուք մի քիչ հորիզոնտը մեծացնեք եւ սկսեք դրա վրա ուշադրություն դարձնել, մենք կհետևենք իրադարձություններին եւ հանդիպում կազմակերպենք 6 ամսից հետո եւ կամփոփենք 1 միլիարդին հասնենք թե չենք հասել։ Ինչ ենք մտածում կասնենք։ Ավելի չկա։ Էս պիտի Ամեն քայլես պետք է անենք, որ ասենք տարբերած ճավաճազա չէ պետք է հասնենք, հա, քանի տոկոս կսուստա։ Զարաթե, իվերայամնա։ Նայեք, ասելեք։ Եթե ես քեզանից չեմ անցնել, էլի Անդրեյ ջան, որ Ջուլետային տանը մի մոտ, եթե տանը մի մոտ 100% ես կարամ ասեմ, որ կանցնենք, բայց ես նման բան չեմ անել։ Մոտ outsource համագործակցությունը բան դու ապրեմա չես թե եթե ինչ որ բանաձևնի համագործակցություն ակումբի ռեսուրսները կարա կպցնենք մենք էլ մեզանից տակ մեկ դեպք չէ համագործակցում Չէ, հա, ես ինչ որ միտեղ չեմ աշխատում։ Բիզնես, չէ, եթե ես ասենք քանի տոկոսով եմ ասում, ես չեմ կարող ասեմ քանի տոկոսով, բայց եթե 100%-ով ասեմ ու ես ներգրաված լինեմ, կարող ենք հենց 3-ով համատեղ բիզնես բացել ու 1 տարվա ընթացքում անցնենք միլիարդը։ Բացենք։ Ես պատրաստ եմ։ Բացենք։ Դու պատրաստ ես։ Ես պատրաստ եմ։ Ֆիքսեցին, դե ասենք շնորհակալություն Ջուլետային Դերակալ շատ մեծ քայլավ համարտակությունա sense հանրության, որովհետև այս ամեն ինչը նաև լինել է YouTube-յան ալիքում էր, բաց բիզնեսի մասին խոսալ, խնդիրների, պլանների եւ ինչ որ կետերը, որ մենք ֆիքսում ենք, որովհետև դա նաև պատասխանություն է ոչ թե այս մարկանց նաև թեմա, այլ ընդհանուր հանրության շնորհակալություն Արմեն Աբրամյան, մեկ ծափարեն շինարարություն, որտեղ իրականում լինելով բիզնեսի մեջ տարբեր ուղղությունները զարգացնելով տրամադրել ժամանակ եւ կիսվել փորձով եւ տալ լուծումներ բիզնեսներին, դա շատ մեծ քայլ է, որովհետեւ մեր մոտ յուրաքանչյուր ֆորշոր գործարար փորձի գոնե առնվազն կես տարվա կտրվածքով մեկ բիզնես բերի միլիարդի, դա իրականում Հայաստանը շատ մեծ հաջողություն կունենա ու նաև մենք չենք սահմանափակում Հայաստանով, մենք կարանք յուրաքանչյուր բիզնես զարգացնել միջազգային ասպարեզում։ Ու մենակ համատեղ մեկ, երկրորդը փորձով կիսվելով, երրորդը իրար օգնելով, մենք կարանք այդ ամենը կազմակերպենք։ Շնորհակալություն Արմեն ջան, հերոսարեցին քեզ ծաբարել։ Շնորհակալություն Դովերին, ես ասեմ մի հատ էլ sense միտք, իրականում
1000 խոշոր արկադուների ցանկը ես գրեթե ամեն աստծո օր ուսումնասիրում եմ ու սենց ասեմ էլի ամեն երամսյակը 1000 խոշոր արկադուների ցանկը փոխվում է կուզենամ որ որևիցե արդեն ցանկացած մեկին տեսնեմ այդ 1000 խոշոր արկադուների ցանկում ու շատ հետաքրքիր է որ անընդհատ 1000 խոշոր արկադուների ցանկը փոխվում է սենց ասեմ 500-ից վերև փոխվում է անընդհատ նոր բիզնեսներ են հայտնվում անընդհատ դա նշանակում է որ մարդիկ անընդհատ աշխատում են անընդհատ փորձեր են անում ու միշտ բարձրանում է շեմը ասենք դուրս են գալիս մարդիկ նոր մարդիկ են մտնում դա ոնց որ ասած սարերի հետևում չի կարող եք աշխատել վիզ գնել գնալ առաջ քրտնաջան գիշեր-ցերեկ մտահղացումներով լի բայց ասում է 24 ժամ ով աշխատում է նա ժամանակ չունի փող աշխատելու Շնորհակալություն ավարտենք երևի հանուն վիդեոն բայց մենք նաև որոշել ենք որ կարճ ով կուզենա մի հատ ընդհանուր իր բիզնեսի մասին ասել ինչ խնդիր կա եւ Արմեն Աբրամյան էլի մեկ կամ երկու լուծում կառաջարկի բիզնեսի խնդիրի լուծման էլի խնդիր չէ դա արդեն հարաբերական տանուս են կանոն շնորհակալություն Միլիարդի ուղին